Տեսել եք։ I'm singing a song. I'm singing a song. Շատ անգլերենի մասնագետներ մեկը մյուսի հետևից որոշեցին steal someone's thunder անել, ուրիշի հաշվին ինքնահաստատվել ու մեկը մյուսի հետևից throw caution to the wind արեցին, ռիսկի գնացին առանց հետևանքների մասին մտածելու։ Չպատկերացին, որ ինչ-որ մեկը կարող է turn the table on them անի, իրենց դնի իրենց իսկ ստեղծած իրավիճակի մեջ ու ասի դե bite the bullet։ Տղամարդավարի դիմացեք։ Ես որպես մարդ ով երկար ժամանակ ֆոնետիկայով զբաղվում, առաջին իսկ հնչյունից հասկացա, որ այս կինը սովորական մարդ չի։ Ու բարձվեց ով է լեզվաբանական գիտությունների տեխնացու ֆոնետիստ պրոֆեսոր Ժանա Բարիսովնա, ով մի ամբողջ կյանք burn the candle at both ends արել, չարչարվել է ու կուտակել է գիտելիք, որը իմիջայլոց գրքերի միջոցով փոխանցել հնարավոր չի։ Ես օրինակ չեմ տեսել մարդ, ով գրքում գրված transcription-ների, տրանսկրիպցիաների միջոցով կարողացած լինի սովորել սիրուն արտասանություն։ Չեմ տեսել ախպեր։ Այսինքն ֆոնետիկայի հետ կապված գիտելիքների մեծ մասը այս կինը իր հետ տանելու է։ Դե հա, aging process-ը կանգնեցնել հնարավոր չի ու տարիքի հետ ձայնալարերը վնասվում են ֆոնետիստների մոտ մի փոքր ավելի շատ, այս ինձ էլ է սպառնում եւ այս կնոջ ձայնը այլևս չի հնչում այնքան գեղեցիկ, ինչքան երիտասարդ ժամանակ է հնչել։ Չալարեցի ու ծաղրողների էջերը նայեցի։ So let me tell you a little about myself. I speak three languages. Throw in the towel, թարգեք, դուք անգլերեն չգիտեք, ուղղակի խելացի մտքերը փորձել են ձեր հետևից հասնել, բայց դուք ավելի արագ եք վազել։ Դե իսկ վերջում ստատիստիկա։ Աշխարհում կան 10 միլիոնից ավել անգլերեն լեզվի մասնագետներ։ Նրանցից ընդամենը 1%-ն են կազմում ֆոնետիստներ։ Ասում եմ, կարող է որ այս կնոջը ծաղրելու փոխարեն ֆոնետիկա սովորեք, այս կինն էլ գնա իր վաստակած թոշակին, հա։ Մոռացա ասեմ, որ ամենից ուրախալին այս ամբողջի մեջ այն է, որ ոչ մի հայ անգլերենի մասնագետ դեռ չեմ տեսել համենայն դեպս, որ ծաղրի այս կնոջը։ Ապրեք դուք։